Բարեկամներ Մոնտե Մելքոնյանի լեգենդար Ավոյի հետ մենք սովորաբար հանդիպում ենք ռազմաճակատում, իսկ այսօր նա մեր ստուդիայում է, մեր հյուրն է եւ մեր զրույցը ավելի շատ կընթանա ոչ պատերազմական թեմայի շուրջը։ Եվ այսպես Ավոյի առաջին հարցը. երբ դու մենակ ես մնում ինքդ քեզ հետ, ինչի մասին ես մտածում։ Ընդհանրապես կմտածեմ կորդից մասին, նույն բանի մասին, այսինքն կորդը այնքան բան է, ձանր է, որ միայն անոր մասին մտածելու ժամանակ գլա իսկապես։ Լինում են պահեր, երբ ասենք դու ափսոսում ես, որ եկել ես Ղարաբաղ։ Չսենք որ գաբսոսամ, այսինքն անշուշտ բահեր կան եւ որ որոշ մարդկանց անգարկաբար լալը կամ գիտակցության ցածր մաղրտակի պատճառով չփան գնես, այսինքն ճիղերը մինչև վերջ բան գլան, մինչև կրտի բայթելու աստիճանի կհասնին, այդ տեսակ բահեր շատ են, բայց չսեմ որ գծխշամ որ եկած եմ Արցախ իմ հայրենիքից մեկ մասն է եւ ինչ որ պետք է ենք այստեղ նաեւ ես պետք է եմ, ինչպես մյուսները պետք է անեն, ուրեմն գնենք եւ շատ ավելի լավ գլա է որոշ մարդկանց գիտակցությունը ավելի զարգացած լար որովհետեւ չի չարչարեն։ Ավո ազատ ժամանակ ունենում ես արդյոք եւ եթե ունենում ես ինչով ես զբաղվում։ Ուրեմն ոչ ազատ ժամանակ չունի, իսկ դժբախտաբար չկա, ադորամար ոչ մեկ ուրիշ բանով չեմ զբաղվել։ Ես գիտեմ, որ դու այսօր հանրահայտ մարդ ես եւ Ղարաբաղում եւ Մայր Հայաստանում եւ Սփյուռքում դու քեզ դրանից շոյված ես զգում, հավատացնում եմ քեզ, որ մարդիկ նույնիսկ երդվում են քո անունով։ Չեմ գիտեր մարդիկ ինչ կնեն եւ այլն, չեմ գիտեր շատ ընկերներ կան, լավ է, պետք է փոլորս աս կորձնենք եւ այլն, չեմ գիտեր ինչքան, այսինքն բայց մեկ բան կա, որ եթե մարդիկ որոշ մարդիկ եթե այնքան խոսքով գահարկեն եւ այլն պիտի ուզենայի որ ոչ թե խոսքով հարկեն այլ աշխատելով ոչ թե երթում են իմանով կամ որևէ ուրիշ այնանով այլ chords անեն նորմալ chords անեն ասվայքարի մեջ արդեն ասի որ կարգավարության հարց կամ գիտակցության հարց կա շատերին համար այն տեսակ մարդկանց մեջ շատերը նաեւ գզապահարեն այն տեսակ մարդկանց որոնք լավ chords կնեն լավ ես լավ ուրիշներն կարևոր չէ այդ զապահարելը, այլ կարևոր անի որ մեկը որ կզապահարե ինքը լավ կորձն է, ինքը գիտակիցը լավ պատասխանատվություն գրե իր վրան եւ ինքը ճիշտ կորձն է։ Ավոքո անվան շուրջը լեգենդներ են հյուսում եւ պատմում են պատմություններ, որոնք եւ հավանական են եւ անհավանական են, երևի դու ինքդ էլ լսել ես դրանց մասին, որքանով են դրանք համապատասխանում ճշմարտությանը։ Շատերը իսկական հեքիաթ են, շատ բան, ուրիշները թերևս իրականության վրա իրական հիմք կա որոշ չափ եւ հետո կմեցնեն, ուրիշ բաներ կան, որ թերևս ճիշտ են, չեմ գախունի թե ինչ կխոսեն, ես անցամ, իսկ ես դերակ չեմ թե մարդիկ ինչ խոսեն, բայց ինչ որ է, գոսամ մարդիկ միշտ մտածեն իրականության մասին եւ զգան եւ որ կչափազանցեն։ Քո հարաբերությունները զինվորների հետ ենթակայի եւ պետի հարաբերություններ են թե ինչպես։ Արդյունքում նորմալ հարաբերություններ են, նորմալ։ Այսինքն մարդի միջեւ։ Այսինքն քո պահանջկոտությունը զինվորների նկատմամբ գալիս է առաջին հերթին կոնկրետ պայմաններից ելնելով թե ընկերական ասենք եղել են պահեր երբ քո զինվորը քեզնից վիրավորվել է այս կամ այն դեպքի կապակցությամբ։ Վիրավորվել է, այսինքն հոգեբեզ վիրավորվել է, անշուշտ վիրավորվել է։ Այսինքն երբ են բաներ կբան, չեմ, եւ իրենք գիտակցության հարցն է, որոշ մարդիկ կան, որոնք չեն հասկանա, որ գրիվը խստաբանջ բան մնի, որ
պիտի խստաբահան չլաս բրիվի մեջ։ Եթե ոչ մարդիկ կմեռնին, եթե ոչ մեր հողը կգործնենք, եթե ոչ մեր քյուլերը կգործնենք եւ այլն։ Ուրեմն որոշ մարդիկ չեն հասկանում, որ այնքան ծանր բան է եւ երբեմն ես շատ բան գվիրավորեմ իրենց, որբեսի բան մտնեն ավելի ճիշտ բան մտնեն, եթե կոնե կորձը լրիվ ճիշտ չնեն, կոնե ավելի ճիշտ քան իրենց սրածը եւ կվիրավորվին։ Ասում են ամենավիրավորական խոսքը, որ դու օգտագործում ես զինվորների նկատմամբ էշն է։ Լավ, չեմ հավեր, բայց չի նշանակե, որ չեմ վիրավորել։ Ոչ, ինչպես։ Գսեմ ինչ որ պետք է ասեմ, եթե տեսնեմ, ես ոչ մեկ ադեն չեմ փորձել մեկուն վիրավորել։ Եթե տեսնեմ, որ սխալ բան գնի, ուրեմն ես իրեն գսեմ, որ սխալ բան գնից, ասանք, եթե իսկապես abur բանորեն գսեմ որ էշ է, որ բայց այսինքն գփորձեմ իրենց բացատրել թե ինչն է սխալը։ Չեմ վիրավորել անանք։ Կարծում եմ որ զինվորները իրենք էլ ճիշտ են ըմբռնում այդ արտահայտությունը եւ չեն վիրավորում առանձնապես քեզնից։ Չեմ գիտեր, գուսամ որ կհասկանան, բայց վստահ եմ որ նաեւ մարդիկ կան որոնք չեն հասկանում։ Գուսամ որ հասկանան։ Ուրեմն հիմա Արցախում եւ Արցախի շուրջը այնպեսի քաղաքական իրավիճակ է ստեղծվել, որ ադրբեջանցիները վայնասուն են բարձրացել հատկապես Քյալբաջարի անկումից հետո քո կարծիքով հիմա Ադրբեջանի կողմից որևէ գործողություններ սպասվում են թե ոչ։ Անպայման իրենք պիտի փորձեն անել ինչ որ գնան, իրենց ուժը կհավաքեն գրմանա ֆիզիկու գոմերը եւ մենք բավական մեծ հարցակումներ կսպասենք, մենք ալ պատրաստ ենք սպասենք որ տոկան։ Իրենք չեն գնար հաշտվել իրականության հետ, որ այստեղը հայրու հայրենիքն է, որ այստեղը պետք է վերամիանա մեր ընդհանուր հայրենիքին, չեն գնար հաշտվել։ Ամեն ցեով Ադրբեջանի իշխանությունները իրենց ժողովրդին կհրեն, կշահագործեն ու այս անիմաստ գրիվի մեջ, այսինքն իրենց համար անիմաստ, մեզ համար շատ իմաստ ունեցող եւ բերի թեր իրենց ժողովրդին ուղարկեն չարտի։ Ուրեմն հրադադարի մասին այս խոսակցությունները երևի թե զուտ խոսակցություններ են ու կմնան թղթի վրա։ Դժբախտաբար, այնքան արդեն որ Ադրբեջանի իշխանությունները չեն ընդունել իրականությունը, պետք է պատերազմը շարունակվի։ Եթե Ադրբեջանի իշխանությունները դառնան բարգեշտ մարդ, դառնան ազնիվ, այնադեն կնստին գսեն կներեք 70 քանի տարի ցես կչարչարենք, շատ կներեք, հիմա նոր սահմաններ մենք ընդունենք, կացեք ձեր կյանքը վարեցեք, մենք ալ մերը։ Ապոլորս ուրախ կլանք, բայց այնպես չեն Ադրբեջանի իշխանությունները, երբեք այնպես չեն, ինձ ժողովուրդը կմղեն շատ վնասակար գրիվներու մեջ, շատ սուղ վճարած են մինչև հիմա եւ թեր նույն ճանապարհի վրա են, ոչ միայն ավելի գադաղած ձևով կուզեն բան գրվել մեր դեմ։ Մենք արդեն առիթ ունեցել ենք այդ մասին խոսել եւ մեր զրույցների ժամանակ դու այդ միտքը անընդհատ արծարծվել ես, շոշափել ես, ուրեմն ստացվում է այնպես որ Ադրբեջանի ժողովուրդը չի եկել այն գիտակցությանը, որպեսզի ըմբռնի, որ իրենց իշխանությունները փաստորեն իրենց երիտասարդներին ուղարկում են մահվան։ Շատ դժբախտաբար, ժողովուրդը ընդհանրապես Ադրբեջանի մեջ բան են, չեն հասկանալ այս իրողությունը։ Շատ քիչերն են դերևս, որոնք կհասկանան թե ինչպես իրենց իշխանությունները իրենց կշահագործեն եւ իրենց բան երիտասարդությանը մահվան գուարգեն, ոչ մեկ պատճառ, ոչ մեկ արդարացի պատճառով։ Ինչ որ է, ասիկը միայն վնաս է իրենց համար, օրը պիտի հասկանան, բայց մինչև այն օր այնքան մարդ կնա մեռնել իրենց մեջ, այնքան ընտանիքները կգնան բանի մեջ մտնել, շատ ինչ դխուր վիճակի մեջ մտնել, որ ափսոս է որ հիմա գոնե արդեն չեն գրծած հասկանան։ Ուրեմն վերջին ժամանակներս մենք հաղորդում ենք պատրաստել
եւ հարցնում ենք մեր հեռուստադիտողների կարծիքը եւ մի 10-12 տարեկան աղջկա երբ հարցրեցի նրան թե ինչ կուզենար որպես ինքը մեր հեռուստատեսությամբ ավելի շատ տեսներ, ինքը ասեց ավոյին եմ ուզում տեսնել։ Ես ասեցի ավոյին ցույց տալիս եք, չեք տեսնում, ասում եք տեսնում ենք, բայց ավելի շատ ենք ուզում տեսնել։ Հիմա առիթը կա դու մեր ստուդիայում ես, ես կուզենամ որպեսի դու դիմեիր որպես ավո, որպես Մոնտե Մելքոնյան, որը արդեն մեզ համար դարձել է ինչ որտեղ նաև խորհրդանիշ, դիմեիր մեր երիտասարդությանը, հատկապես նրանք, ովքեր այսօր այստեղ չեն եւ զենքը ձեռքներին չեն կռվում թշնամու դեմ։ Ոչ միայն գտիմեի իրենց, այլ գտիմեի ամբողջ բնակչության երկրի, Արցախին եւ Հայաստանի, նաեւ սփյուռքը հայության, որ մասնակցին as բայկարի մեջ ամեն մեկը թերմը պետք է կատարի, ինչ որ կնա պետք է ընե։ Մանավանդ պետք ունենք զինվորներում, որովհետեւ խրամատի մեջ կանգնեն, քիշեր ցերեկ, որովհետեւ աս հողը բահեն։ Այդ տեսակ մարդկանց պետք ունեն։ Ոչ թե մարդիկ, որոնք այսին ծևանին ծևով, երկրորդական ծևով կօգնեն։ Եթե գնան առաջնահերթ ծևով օգնեն, որ պետք է, այսինքն խրամատ նստին։ Եվ փոլորին այս բան գոչ կնեի, ոչ միայն տղամարդկանց, նաև աղջիկներուն, ով որ գնա թեր ունենալ, թոքան, թող սկսին աշխատել, որպեսզի հաղթենք, օրմ առաջ հաղթենք, որպեսզի օրմ առաջ խաղաղություն լա եւ օրմ առաջ կարողանանք վերականգնեցնել այս երկիրը։ Ես հիշում եմ մեր առաջին հանդիպումը անցած տարվա հոկտեմբերին եւ մեր զրույցի ժամանակ քո արտահայտած այն միտքը, որ եթե Աստված մի առասցի մենք հանկարծ կորցնենք Ղարաբաղը, մենք պետք է դարձնենք մեր ժողովրդի պատմության վերջին էջը։ Դու մնում ես այդ կարծիքին այսօր էլ։ Ոչ, եթե Արցախը գործընծնենք, ամբողջ հայության եւ ամբողջ Հայաստանի ապակային վրա շատ բացասական ծևով բերիացե եւ իրավունք չունենք բարդվել։ Իր հիմա գիտակցենք այս բանին եւ ամեն ինչ անենք, որպեսզի հաղթենք եւ ինչպես որպեսզի օրը առաջ հաղթենք, շուտ հաղթենք։ Ինչ շնորհակալություն, ես գիտեմ, որ շատ զբաղված եք դրա համար, ձեր ժամանակը երկար չեմ խլում։ Շնորհակալություն։